Երկրորդ աշխարհամարտից հետո ամենալայնամասշտաբ ռազմական կոնֆլիկտն է։ Ուկրաինան համաձայնել է 30-օրյա հրադադարի, Չգիտեմ, սա լավ է թե վատ է, թող են ռոպագանդիստ ջատագովները մտածեն։ ոչ ոք չգիտի, թե նախագահ Պուտինի գլխում ինչ կա։ Այս պատերազմը դրան լուրջ միավոր դարձրեց։ Միացյալ Նահանգները վերականգնում է Ուկրաինային հետախուզական տվյալների տրամադրումը։ Մի փոքր վարդագույն աչքերով են այս կոնֆլիկտին նայում։ Չեն հասկանում ինչի հետ գործ ունեն, հա տենց խոսում են, զբաղվում են։ Հիմա աշխարհի ամենահզոր երկու բանակները ռուսականն ու ուկրաինականն են։ Ռուսական ամբողջ տնտեսությունը այս պահին ռազմական արդյունաբերություն է դարձել։ Հայաստանի շահերից բխում է, որ օր առաջ պատերազմը կանգնի։ Ինչու։ Ընկերներ, ողջույն, Պլատֆորմ ոդքասթը շարունակում է իր աշխատանքը։ Այսօր խոսելու ենք նորից Ուկրաինայի մասին շատ ենք խոսել եւ հիմա ունենք որոշակի տեղաշարժեր ռուս-ուկրաինական հակամարտության մեջ, մասնավորապես Սաուդյան Արաբիայում այս անգամ հանդիպել են արդեն Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները, կան որոշակի պայմանավորվածություններ, կան տեղաշարժեր։ Եվ հենց դրա մասին խոսելու ենք, պարոն Մարուկյան, մինչև բուն թեմային անցնելը առաջարկենք, որ այս նայողները բաժանորդագրվեն մեր YouTube անալիքին, հավանեն, տարածեն Պլատֆորմ ոդքասթը, մեր էպիզոդները։ Գանք բուն թեմային առանց ժամանակ կորցնելու։ Ինչ կա չկա Ռիադում, առաջ հանդիպում էին Վիեննայում, Մինսկում, Փարիզում, հիմա Սաուդյան Արաբիան դարձել է հարթակ պլատֆորմ, որտեղ մոլորակի մակարդակով հարցեր են լուծվում։ Այո, Սաուդյան Արաբիան երիտասարդ արքայազնի ժամանակաշրջանում դարձել է իրապես շատ գլոբալ լուրջ խաղացող։ Ուրեմն ինչ է տեղի ունենում, հանդիպումը արդեն կայացած է, մենք ունենք տեղեկություններ հանդիպումից, որ Ուկրաինան համաձայնել է 30-օրյա հրադադարի, երբ որ դուք նայեք բրիֆինգը, նույն հայտարարության մեջ բրիֆինգի, որ Ուկրաինան համաձայնվել է 30-օրյա հրադադարի, նաև ասվում է, որ Միացյալ Նահանգները վերականգնում է Ուկրաինային հետախուզական տվյալների տրամադրումը եւ ռազմական այն աջակցությունը, որ կար, որ Տրամփը կասեցրել էր։ Զելենսկի-Տրամփ հայտարարակ հանդիպումից հետո Սպիտակ տան, ինչի մասին մենք միասին սիրով խոսել ենք եւ բավականին դիտումներ ունենք, խորհուրդ եմ տալի ովքեր չեն դիտել, կարող են հետ գնալ նայել։ Ներողություններ խնդրել։ Այո, հետ գնալ նայել այդ հանդիպումը, այդ հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահը լքել էր Սպիտակ տունը, հիշեցնենք, եւ որից հետո Թրամփի ադմինիստրացիան պահանջել էր, որ նա պետք է ներողություն խնդրի այդ պահվածքի համար։ Ժամանակը հոսեց շատ քիչ եւ նախագահ Թրամփը կոնգրեսի եւ սենատի միասնական նիստի ժամանակ իր ելույթում նաև կարդաց Զելենսկուն նամակը, որտեղ նա ըստ էության ներողություններ խնդրում եւ ասում էր փոշմանել եմ այդ իմ այդ օրվա համար իր ապահովվածքի եւ այլն։ Ներող եղեք, ախպերներ ջան։ Հա, ներող եղեք ասել էր ախպերներ ջան, դե հիմա ջղայնացած էի, բան ստացվել, հա։ Բայց ինչն է այստեղ կարևորը, որ Թրամփի ադմինիստրացիան հասավ նրան, որ այդ ճնշման միջոցով այն փաստաթուղթը ուկրաինական ընդերքի վերաբերյալ, որը ի պատասխան Միացյալ Նահանգների ռազմական եւ այլ օգնության պետք է ստորագրվեր եւ Ուկրաինային դերքը սկսեն շահագործել Միացյալ Նահանգներում գործող կորպորացիաները, համաձայնություն է ստացվել, որ այլապես ստորագրվել է արդեն Սաուդյան Արաբիայում, Ռիադում։ Չէ, Ռիադում էին հանդիպում։ Ռիադում է։ Հա, Ռիցկալտոն հյուրանոցում։ Դա գիտես այդ որ հյուրանոցն է, որտեղ որ այդ արքայազնը իր բոլոր հարազատներին, ռողբոր տեղեկին բարեկամներին հավաքել լցրել էր եւ ծեծում ջարդում էին, որ փողերը վերադարձնեն պետությանը։ Դա տենց են Թալանը հետ բերում։ Նիկոլ Փաշինյան։ Լավ։ Հա։ Վերջը ինչ եմ ուզում ասեմ։ Հիմա գեմայսա կարող եմ բան անի, լայվ անի Նիկոլ Փաշինյանը, ասի ուզում եք կոնգրես հյուրանոցում հավաքեմ, լցնեմ սա հարուստների Թալանը, մենք այդ ճանապարհով չենք գնացել, մենք 7 տարի է ինչ ճանապարհ են գնացել։ Լավ։ Շեշ ենք Ուկրաինայի թեմայից, ամեն դեպքում եւ շատ հետաքրքիր է ռուսական արձագանքները, այսինքն Միացյալ Նահանգներում թե նախագահ Թրամփը, թե Մարկո Ռուբիոն պետքարտուղարը բոլորն ասացին, որ գնդակը Ռուսաստանի դաշտում է, ահա կա 30-օրյա, մենք կարծում ենք, որ Ուկրաինայի հետ հեշտ կլինի հրադադարի հասնել այն ժամանակ, բայց Ուկրաինայի հետ շատ դժվար էր, շատ հեշտ էին խոսում ռուսների հետ, հիմա հասանք նրան, որ Ուկրաինան համաձայնվել 30 օր հրադադար, բայց հիմա տեսնենք ռուսները ինչ կարձագանքեն, Ստիվ Վիտկոֆը, որը նախագահ Թրամփի հատուկ բանագնացն է ռուս-ուկրաինական պատերազմի կամ խաղաղության բանակցությունների հարցերով, պատրաստվում է մեկնել Մոսկվա եւ հանդիպել նախագահ Պուտինին եւ այդ առաջարկը ներկայացնել
Ես ուզում եմ դու հիշեցնես ռուսական պահանջները։ Կարող ես հիշեցնել ինչ պահանջներով էր այս պատերազմը սկսվել։ Դե ամեն ինչը ակնհայտ է, որ Ուկրաինան հրաժարվի ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մտքից, դենացիֆիկացիա, այդ Ռուսաստանի դեմ ուղղված ռազմական ստրուկտուրաների վերացում եւ չեզոքության հայտարարում։ Այսինքն ՆԱՏՕ-ի անդամ չպետքա դառնա, չեզոք պետքա լինի, Ռուսաստանի դեմ չպետքա զինվի, էտել էին ասում։ Այնտեղ Եվրոմիության բան չկա, ոնց որ ռուսները օքեյ են, կարա Եվրոմիության անդամ դառնա, բայց Եվրոպան չի ընդունում, դե ինչ այն։ Ռուսներն ինչ անեն, որ Եվրոպան չի ընդունում, դա այդ անցանք այդ մասը։ Տակը ինչ մնաց, այսինքն բայց ռուսները չեն ասել, չէ՞, մենք 30 հրադադար ենք ուզում։ Արդեն երևի մի քանի տասնամյակ ռուսների համար թիմ 1 գլխացավանքներից մեկը Սևծովն է, որտեղ ինքը լուրջ մտավախություն ունի, որ ինքը փոքրամասնություն նավատորմա, այսինքն Սևծովը աստիճանաբար դառնում է ՆԱՏՕ-ի ծով, չէ՞, Սևծովյան բոլոր երկրները։ Դա Ռուսաստանի համար եւ տնտեսական եւ ռազմաքաղաքական առումով շատ վտանգավոր ձեռնարկ է եւ Ուկրաինայի պրոարմենիան քաղաքականությունը ՆԱՏՕ դառնալու ցանկությունը եւ կյանքի կոչումը բերեց ճգնաժամին, որն էր Ղրիմի անեքսիան եւ հետո Դե տես, այսինքն դուրս է գալիս, որ Ուկրաինան համաձայնել է 30 օրյա հրադադարի եւ ես հետեւում եմ ռուսական արձագանքներին նաեւ Ռուսաստանից այս պայդրության պետական դումայից երկու արձագանք կան, այ բլոգերներ այդ պատերազմ լուսաբանողներն են խոսում նաեւ շատ, ովքեր պնդում են, որ բայց ինչի համար մենք պետք է 30 հրադադարի համար կանգնենք, մեզ հրադադար չի պետք, մեզ կայուն երկարատև խաղաղություն, մեզ մեր պահանջների իրականացում է պետք, թե Ուկրաինան դուրս գա Ռուսաստանի սահմանադրության համաձայն այն տարածքներից, որտեղ որ հիմա պատերազմը գնում է, մենք կանգնենք այդ շփման գծերով, պարզադե, ասենք Ուկրաինան դրան չի համաձայնվում։ Մյուս բանը, ասում են, որ այդ հայտարարության մեջ չկա որևէ բան, որ իրենք ՆԱՏՕ-ի անդամ չեն դառնալու, չեն լինելու չեզոք եւ այլն, եւ ասում են, որ բայց միևնույն ժամանակ այդ հայտարարության մեջ գրված է, ասվում է, որ Միացյալ Նահանգները վերականգնում է իր ռազմական աջակցությունը, թե հետախուզական, թե ռազմական, հետեւաբար 30 օր Միացյալ Նահանգները էլի զենք կտա եւ կօգնի եւ այդ ռուսերեն ասած պերեդիշկա վերցրած ուկրաինական արդեն շատ ուժեղ բանակը նորից քարցակում կգործի մեր դիրքերի վրա։ Հիմա մեր գործերը լավ է, մենք գնում ենք առաջ, արդեն ասել են Սուջա, գիտես Կուրսկում ինչա կատարվում, Կուրսկից բավականին հետ են մղել ուկրաինական զորքերին եւ այդ իմաստով ռուսներն ասում են մեր գործերը լավ, մենք ինչի պետքա կանգնենք այս պայմաններով, մենք չենք կանգնելու, պարզադեռ նախագահ Պուտինը որևէ հայտարարություն չի անում, ինչու, որովհետեւ սպասում է որ Ստիվ Պիտկոֆը գա հանդիպի տեսնի հակասություն կունենան իրենք հենց իրենց սահմանադրության հետ, որտեղ սահմանադրությամբ ամրագրել են չէ Խերսոնը, Զապարոժեն, իրենց տարածքները օկուպացված են համարվում։ Դե մի դրա համար եմ ասում, նաև այդ պահը կա, որ որոշակի բամբասանքներ կան, այ էլ ասենք, որ ուկրաինացիք դուրս եկան Կուրսկից, որ կռիվ 30 օրով կանգնի, թե չրուսները չէին համաձայնվի, բան մտամ համաձայնեցված, ես չգիտեմ, ռուսերն ասում են հետ ենք շպրտել, այնտեղ խայտարակ պատերազմ գնում, ինտենսիվության համատեքստում եմ ասում, զոհերի բան, նաև եթե նայենք, ասենք այնտեղ Արիստովիչ ինչ է ասում, ասում այդ խայտարակություններ մտել են, դե հիմա պետք է պատասխանատվություն ստանձնել, ուղղակի դուրս գալ այդ տարածքից, որտեղ հետո այդ զորքը ընկնելու է շրջափակման մեջ։ Այսինքն կարող ենք կանխատեսել կարծես որ ռուսները շատ հնարավոր է որ չհամաձայնեն որ այս 30 օրով կանգնի։ Հա, նախապայմանը ասենց է որ 30 օրով կանգնում ենք, 30 օրից հետո կարող ենք երկարացնել ու այդ ձևով փորձենք գոնե ասենց երկարատև խաղաղությունը բերել, էլի, այդ ընթացքում էլի շարունակենք բանակցել։ Էս է ասվածը։ Կարող ասած մի փոքր բարձրագոչ ինչի, բայց ոնց որ Թրամփը եւ Թրամփի վարչակազմը մի փոքր վարդագույն աչքերով են այս կոնֆլիկտին նայում, շատ հեշտ են պատկերացնում կամ ամեն դեպքում այդպես ցույց են տալիս, վստահաբար այլ ընկալումներ կան աշխատասենյակներում, ինձ թվում այդքան հեշտ չի, ոչ Ուկրաինայի հետ, հələ ոչինչ չի նշանակում, որ Ուկրաինան համաձայնվել է, ուզում եմ հիշեցնել, որ սա նախկին այդ սատելիտ Ուկրաինա պետությունը չի, չեմ ասում ինքնիշխան պետությունն է, բայց այս պատերազմը դրան լուրջ միավոր դարձրեց, լուրջ բանակով, հզոր բանակով, լուրջ բանակով եւ բանակի հզորության ամենամեծ ցուցիչներից մեկը որն է փորձը, չէ։ Այո, 3 տարվա այդպիսի մեծ փորձ։ Հիմա աշխարհի
ամենահզոր երկու բանակները ռուսականն ու ուկրաինականն են։ Երկու պրոֆեսիոնալ, փորձառու բանակներ, այսինքն Ուկրաինայի հետ էլ հեշտ չի լինելու, մանավանդ որ նախորդ եթերում էլ ասացինք, որ Զելենսկին այդ ազատ աշխարհի պաշտպանի, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանի, հա, այդ առաջնագծում գտնվողի դերակատարությունն է ստանձնել, նրան ծափարում էին եւ այլն, սա արդեն ասել ենք, բայց Ռուսաստանի հետ էլ նաեւ հեշտ չի։ Եվ այստեղ պատահական չի, որ փորձագետները պնդում են, որ նույնիսկ եթե պատերազմը կարողանան կանգնեցնել, բայց չի նշանակում, որ կոնֆլիկտը կանգնելու է, լինելու է երկրորդ ռուս-ուկրաինական պատերազմը, երրորդ ռուս-ուկրաինական պատերազմը եւ ռուսական կողմը այս առումով մտահոգություններ ունի եւ ուզում է ինչ-որ հողի վրա ամրագրում ստանա, որտեղ ով ինչ էլ ասի, ռոպագանդա համարեն թե չէ, ՆԱՏՕ-ի ստրուկտուրաների տեղաշարժը դեպի արևելք Ռուսաստանը իր համար անվտանգային ազգային անվտանգության սպառնալիք է դիտարկում։ Ուզենք թե չուզենք, այդ պետությունը այդպես է անցալում եւ տեսանք դա կասեցնելու համար ինչերի ընդունակ, ինչ կարող է անել։ Կարող է եվրոպական մայրաքաղաք պաշարել։ Այսինքն ամեն ինչ այդքան հեշտ չի, այդպես վարդագույն աչքերով պետք չի նայել, թե հնարավոր է մի քանի րոպեում կամ մի քանի օրերի ընթացքում տենց վերցնել ու կանգնեցնել, հատկապես որ ռուսների գործերի հիմա ոնց որ թե այդքան էլ վատ չեն եւ Կուրսկի տարածքներից էլ պետք է ուկրաինացիներին դուրս մղեն ըստ իրենց սահմանադրության Խերսոնի եւ Զապորոժիայի այդ հատվածներից, որոնք իրանք հրճակել են սահմանադրության որպես իրենց տարածք, այսինքն ես լավատես չեմ։ Այստեղ մի հատ բան էլ ասեմ, որ Ջոն Բոլտոնը, որ եղել էր Թրամփի առաջին ադմինիստրացիայում, եւ հիմա Թրամփի լուրջ քննադատներից է, նա 3 հարցազրույց հետվել, ասում է Թրամփը չունի խաղաղության պլան, հենց բանախոսում է, ասում է, չունի խաղաղության պլան, ինչ եմ ասում, որ դու ասացիր, որ վարդագույն ակնոցներով են նայում ուկրաինական կոնֆլիկտին, ասում է, ոչ թե չեն հասկանում ինչի այդ գործ ունեն, հա, այտենց խոսում են, զբաղվում են բան, բայց իրականությունը դա է։ Եվ նաև գիտես ինչն է այստեղ հետաքրքիր, որ մենք Հայաստանից ենք այս ամեն ինչին հետևում, եղավ, եթե չեմ սխալվում, 3 ամենամեծ հարձակումներից մեկը, որ դրոնները հասել էին Մոսկվա, շուրջ 300 քանի դրոն, բոլոր օդանավականները Շերեմեթևո, Վնուկովն, մյուսները, բոլորը օդանավականները փակված էին Ռուսաստանում, ժողովուրդը ինքնաթիռներում նստած, տարբեր չվերթներ ուղղակի չեղարկված էին, եւ սպասում էին, որ այդ տագնապը ազդանշանը վերանա, որ կարողանան գործել այնտեղ թուրքական ավիաուղիները սկսեց շրջանցել, հեսա երեկվա բան եմ ասում, եւ ես ինչի վրա իզարմացել, որ լավ այդքան անօթաչու թռչող սարքերը ոնց են հասնում Մոսկվա, էլի Մոսկվան հենց անմիջապես սահմանակից չի Ուկրաինայի հետ, չէ՞։ Դե դու պատկերացու հարյուրավոր անօթաչու թռչող սարքեր են բաց թողնվում օդ, ճանապարհին խփում են, ինչ որ մի հատվածը հասնում է տեղ։ Եվ այս նոր աշխարհի պատերազմական մեթոդների իմաստով ես ուզում եմ քեզ հետ լրիվ համաձայնվել, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի բանակները այս պայն դարձել են աշխարհի փորձառու ամենահզոր բանակները եւ այո, շատ դժվար է լինում կանգնացնել։ Այստեղ մենք նաեւ տնտեսական մասը ոնց որ պետք է նաեւ քննարկենք կարծես, որովհետեւ նայ, ռուսական ամբողջ տնտեսությունը այս պահին ռազմական արդյունաբերություն է դարձել։ Այսինքն բոլոր մարզերում, բոլոր քաղաքներում, բոլորը աշխատում են, բոլոր գործարանները աշխատում են, բայց ինչի համար այդ զախ չէին աշխատում, մի բանի համար, որ սպասարկում են բանակին, թիկունքին, բանակին եւ այլն։ Հիմա Ռուսները նաև ասում են, որ եթե պետքա պատերազմը կանգնի եւ մենք շարունակենք մնալ այս սանկցիաների տակ, դա ուղղակի չլնող բան է, որովհետեւ երկիրը չի կարող ապրել։ Այսինքն այսօրվա այդ երկրի տնտեսությունը ինչ որ չափով որ կարողանում է դիմադրել սանկցիաներին, դա ռազմական արդյունաբերությունն է, որ այդ ռազմական ռելսերի վրա են դրված 3 հերթափոխով բանով գործարաններ աշխատում։ Ես մի բան ասեմ, պարոն Մարոկյան, ես տարբեր ժամանակներում 2 տարբեր մտքեր եմ հայտնել, այդ մտքին կամ լուրջ չեմ վերաբերվել, կամ կասկածանքով, հեգնանքով, երբեմն նաև ծաղրանքով։ Օրինակ, իմ համոզմամբ Սովետական միությունը այս մասշտաբի պատերազմ Ստալինից հետո այլևս չէր կարող մղել երկրորդ աշխարհամարտից հետո։ Ուղղակի չէր դիմանա, տնտեսապես կփլուզվեր։ Սովետական միությունն ասած։ 15 հանրապետություններով բան։ Չէր կարող, որովհետև կենսունակ չէր, նաև առաջին այս տնտեսական տեսակետից, հատկապես 60-ականների երկրորդ կեսից 70-ական, 80-ականներին սովետական միությունը այսպիսի պատերազմ չէր կարող մղել։ Հեսա երկրորդ աշխարհամարտից հետո ամենալայնամասշտաբ ռազմական կոնֆլիկտն է ընդհանրապես եւ պետք չի համեմատել օրինակ աֆղանական կոնֆլիկտի հետ կամ սիրիական պատերազմի հետ, սա իսկապես մեծ ներխուժում է, հազարավոր կիլոմետրեր ընդգրկող
ռազմական կոնֆլիկտ է, որտեղ տիրապետող են միտքը, ռազմական միտքը եւ այլն։ Եվ սովետական միությունը չէր կարող մղել։ Այս երկիրը Ռուսաստանը ինչքան որ չարա գուշակեն նրա կործանումը, թուլացումը լուրջ պատրաստված երկիր է եւ ունի միտք եւ պատրաստվել է, ունի պաուստային ֆոնդ եւ այլն։ Սովետական միությունը որի մի մասը սարեցրել են։ Հա, կապ չունի։ 300 միլիարդեր ինչքան էր որ սարեցել։ Այսինքն, ես նաեւ մի ուրիշ միտք եմ ասում, որ պետք չի կանխատեսել Ռուսաստանի թուլացումը, մարգինալացումը։ Միջազգային արենա մուտքա գործում մի նոր համաշխարհային ուժ Ռուսաստանի Դաշնությունը, չգիտեմ, սա լավ է թե վատ է, թող են ռոպագանդիստ ջատագովները մտածեն, բայց ինքը այդ ճանապարհին է։ Համաձայն եմ։ Եւ ինքը իրեն անդադ համեմատում են ռուսական կայսրության հետ, սովետական միության հետ, ինքը ոչ ռուսական կայսրությունն է, ոչ էլ սովետական միությունն է, ինքը եւ նրանից վերջնալա լավագույնը, նաեւ վատագույնը, այդ երկուսի հիբրիդն է, բայց սա ունի մի քիչ ավելի ուրիշ բովանդակություն, 21-րդ դարին համապատասխան բովանդակություն, բայց որ ուժը կա եւ որ մարտարավեր անետել աշխարհին, աշխարհակարգին, դա էլ է փաստ։ Եվ այս առումով ինչի ես նախաբանը ասեցի, ուզում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մի միտք հիշել, երբ որ իրան հարցրեցին ով կուզե կընտրվի Միացյալ Նահանգների նախագահ, Թրամփը թե Բայդենը, ինքը ասաց Բայդենը, ինչի, որովհետև ոչ թե նրան որ Բայդենը նրան հայոյել է եւ դա նրան հաճելի է, չէ, ուղղակի Բայդենը հին կանխատեսելի բյուրոկրատ էր, դեմոկրատական կուսակցությունից, որը Մոսկվա գնում գալիս էր դեռևս 80-ական թվականներից։ Իսկ ով է Թրամփը, մեծամիտ Նապոլեոնյան սինդրոմով, հա, կարելի է այդպես էլ ասել, ես որ չես մոտ հոդված էին գրել, ես ճակերտների մեջ եմ օգտագործում, իմ սիրելի Նապոլեոնին Թարամփի չեմ ուզում համեմատել։ Ոնց կարելի է, ասենք։ Որը վերևից են նայում բոլորին։ Եվ Զելենսկուն, որ ազատ աշխարհի պաշտպանն է, հա, ճակերտների մեջ էլի Եվրոպայի եւ Պուտինին եւ եվրոպական երկրներն էլի վերևից նայում։ Գիտես խի հարուստի տղա է։ Հարուստի դու պետք է ասես Թրամփը հարուստի լավ ապրես մարդ է, լավ ապրես աղքյանք ասենք։ Այդտեղ մի 4-5 անգամ ամուսնացել է, բան տես շուտ գեղեցկության Մեդիամաքսը թողածը թարգմանել էր, երբ որ Թրամփը համեմատում է Նապոլեոնին, իհարկե այդքան համաձայն չեմ այդ մտքի հետ, ուղղակի չէի կարող։ Հրապարակախոսական համայնքի համար օգտագործեցի այդ համեմատությունը, դեպ Նապոլեոնն էր բոլորին մեծամտորեն վերաբերվում, իրեն էլ իդեպ, բայց օրինակ այդ նույն Ռուսաստանի ցարին ինքն էլ մեծամտորեն վերաբերվում, տենց ասում եմ լավ դեսով է այս ջայլը բան։ Վերջը ինչ եղավ Նապոլեոնի հետ։ Դե վերջը դաշնակիցները Ռուսաստանը Պուտինը Մակրոնին հիշացնում էր, ասում էր մեկ Նապոլեոնն էլ էր գալիս։ Դաշնակիցը հիմա դրա մասին խոսեմ, դա շատ տհաճ համեմատություն է իդեպ։ Ռուսական զորքերը դաշնակիցների հետ միասին ներխուժեցին Փարիզ, Փարիզի ժողովուրդը դիմավորեց ծափող ջուրներով, այն նույն ժողովուրդը, որը ոչ վաղ անցյալում հեղափոխական Յակոբյանը, իսկ հիմա սկսեց, չգիտեմ, ծափարել Ալեքսանդր Կայսին եւ Ալեքսանդր Կայսին, որ բոլորն էին հեգնում, ասաց տեսակ դրանց հետ ինչ արեցի։ Ինչևից է, բայց ինձ թվում է ռուսների համար այդքան կոռեկտ չի հիշել Նապոլեոնյան պատերազմները։ Ճիշտ է, Նապոլեոնը կապիտուլացվել է եւ աքսորվել է Սուրբ Հեղինե կղզի, բայց դուք ցույց չեք տա գոնե մի ճակատամարտ, որտեղ ռուսները հաղթել են ֆրանսիացիներին։ Բա այդ պարագայում Պուտինը որ ինչ էր հիշացնում, ասում էր դե Նապոլեոնն էլ եկավ։ Դե նաեւ Պուտինը պետք է հաշվի առնի, որ Ուզում ասին մեր ձմեռը ձեր հերեկանից մենան ծայրացի երկիրն ու ձեր մեր ձմեռը։ Իհարկե չափազանցեցի, մեկ ու ճակատամարտ վերջին փուլերում կարելի է հանդիպել, բայց հիմնականում ֆրանսիացիների դեմ Իսկ դու օբյեկտիվ չես այս Նապոլեոնի հարցերով, չէ։ Չէ, Նապոլեոնն էլ է կոպտագույն սխալներ թույլ տվել եւ այդ Նապոլեոնյան պատերազմների պատճառով ռուսական տնտեսությունը ամբողջ ցաղկուն արևմուտքը ավերակների կույտ է դարձել եւ տասնամյակներ շարունակ Ռուսաստանը չի կարողացել ուշքի գալ այդ տնտեսական հարվածից եւ հիմա Պուտինը արդյոք ուզում է դա Դե նա սանկցիաներով այդ օրեն գցել էլի։ Ստեղ շատ հետաքրքիր բան կա, որ ասացիր, որ երբ որ Պուտինին ասում էին դու մեզ ուզում որ ընտրվի Թրամփը թե Բայդենը, ինքը ասում էր Բայդենը Ես իմ ընկալում մեջ եղել այն, որ ինքը թրոլինգ է անում, ձեռ առնում։ Ես տենց եմ ընկալել։ Կարող է քո տարբերակը ավելի ճիշտ է, որ ես մտածել եմ, որ ինքը ներքուստ ուզում է որ Թրամփը ընտրվի, որովհետև Թրամփի հետ կարող է լեզու գտնել։ Հիմա այնտեղ բոլոր կամուրջները այրված էին, ախր չէր, իրար ասում էին շանտեղա բան, ինչ ասես ասում էր, Son of bitch, չգիտեմ, ինչ էր ասում բանը, Բայդենը Պուտինին, էլի, ինչ ասես ասել էր արդեն, մարդասպան, ահա բեկի չեմ։
Բայց նույն բառը մթերքով էր Զելենսկին եկել Սպիտակտուն, դրա համար հանին լարին ընդեղից։ Հիմա ասածս ի՞նչն է, որ ներքին զգացողություն է, որ ինքը ուզում է Թրամփը ընտրվի, բայց թրոլինգ անում, ասում է, ես ուզում եմ Բայդենը, Բայդենի ժամանակ մեր գործերը լավ է, բան պատերազմ բան։ Ամեն դեպքում բայց ես համաձայն եմ, որ այո, Թրամփը որոշակի այդ բան ունի, տենց նարցիս, ինչ որ տենց վերևից նայելու է, պետք է նայել, թե ինքը հաջողությունների ոնց է ասել, ինքը շատ իր ասացի մարդ է, ինքը երբեք չի ընդունում իր սխալները, ինքը երբեք չի ընդունում իր պարտությունը։ Վերջին շրջանի ես իմ Ամերիկայի 45 նախագահներ, եթե հետ գնանք, 46 ինքը իմի, եթե հետ գնանք, ոնց որ թե ինքը միակն է, եթե չեմ սխալվում, որ իր պարտությունը չի ընդունել։ Ինքը պարտության ելույթ չունի։ Նախ Ամերիկայի ընտրություններում ոնց որ նախագահան պարտվում է, չէ՞։ Ելույթ անեն, ընդունում է պարտությունը, շնորհավորում է հաղթող կողմին ու ավարտվում է ընտրությունները, ձեւ է այնտեղ ավարտվում։ ԿՀ բան, ցավ էական չի, չէ։ Թրամփը ասեց շատ լավ ընտրություններ անցավ, սա շատ լավ է, մենք կնշենք մեր հաղթանակը, սա նորմալ է, բայց պարտվել են ընտրությունները։ Չի ընդունել պարտությունը, Բայդենին չի շնորհավորել, Սպիտակտնից դուրս չէր գալիս, Կապիտոլիումը իր ժողովուրդը գրավել էր, համարյա նորմալ էլ գրավել է, ինչ նայած։ Հիմա այդ բոլորին համաներում տվեց եւ բոլորին բանտերից ազատեց։ Ասած ինչ է, այսինքն ինքը տենց որոշակի անկանխատեսելի եւ սպეციფიկ բան ունի հետարքիր, բայց հետ գանք էլի թեմային Հայաստանի համար սա ինչ է նշանակում կարծես, այսինքն պատերազմը չի կանգնում, կարան մեր էկոնոմիստներն ուրախանան, որ դեռ Հայաստանը կշարունակի սանկցիաները շրջանցել եւ փող կգա այս երկիր, որովհետեւ հիմա տնտեսական վիճակը ոնց որ այն չի, Փաշինյանը կացին է եկալ ընկելա փոքր միջին մանր խոշոր, չգիտեմ, բան բոլոր բիզնեսների հետևից, ինչ է տեսնում ես իմաստով մենք Այնուամենայնիվ Հայաստանի շահերից բխում է, որ օր առաջ պատերազմը կանգնի։ Ինչու։ Մի րոպե, դա շատ կարևոր բան կա։ Մենք ունենք մի մեծ Զելենսկիական կոնգլոմերատ ստեղ, որքեր որ ուզում են որ Ռուսաստանի վերջնական ջախջախումը, ավարտը, կործանումը տեղի ունենա։ Ես ու դու ասում ենք, մեզ պետք է որ շուտ կանգնի եւ պետք չի որ ոչնան կործանվեն, ոչ ձեր տարբերությունը ու նրանց տարբերությունը, գիտեք, որն է, որ նրանք ինչ-որ մի բան ուզում են։ Իսկ մենք ասում ենք, այն ինչ որ կա եւ կարող է լինել եւ ինչ որ եղել է։ Հա, հիմա մենք մեր ցանկությունների մասին չենք խոսում, չէ՞։ Այո, այո։ Հիմա որ մեր ցանկությունների մասին խոսենք, ես եթերը ուրիշ բանի մասին կլինի։ Բայց հիմա չէ, մեր շարից ինչի է բխում որ կանի կրիվ դու մեծ։ Որովհետեւ այնուամենայնիվ Ռուսաստանը շարունակում է մնալ տարածաշրջանի անվտանգության եւ կայունության ճարտարապետներից մեկը առնվազն։ Այսինքն կարող ենք ասել, որ նրա թուլացումը, նրա այստեղ տարածաշրջանից դուրս բերումը, այն ինչ որ այստեղ երազում են մարդիկ, բերելու է թուրքական ազդեցության մեծացմանը եւ նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության թուլացմանը։ Սենց թե նենց եւ Իրանի եւ հատկապես կրկնակի հատկապես Թուրքիայի ազդեցությունը մեծացել է։ Դրա համար ասած Ռուսաստանը ճարտարապետներից մեկն է, մյուսը Թուրքիան է։ Արդեն արձանագրում ենք որ տարածաշրջանի անվտանգային ճարտարապետներից մեկը Թուրքիան է։ 44 օրյա պատերազմը բերեց այդ իրականությանը։ Լավ, դա հասկացանք։ Թող լինի, Թուրքիանը թող լինի։ Բայց եթե հիմա Ռուսաստանն էլ ավելի մխրճվի այդ կոնֆլիկտի մեջ, ոստակ կայունությունը կարող է փլուզվել։ Եվ դա մեզ զերծ չի տալիս։ Կարող ենք մենք ողջունել նախագահ Թրամփի ջանքերին, որ այս կռիվը կանգնացնի։ Երբ որ այս կռիվը սկսեց, ես կարամ խաբար անեմ, այնտեղ որ ես ու Կարպիսը ասում ենք որ ապրես Միքչել Բիզդիր, զբաղվի որ այդ կռիվը կանգնի։ Էս տենց է պետք։ Քանի որ այդ առաջադեմ Facebook-ը հայերի մի զգալի մասը անհետևողական եւ անսկզբունքային եւ ոչինչ չիմացող մարդիկ են։ Ես հիշում եմ թե ինչեր էին գրում, երբ որ նոր սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը։ Որը սա արևմուտքը գրավելու է։ Չէ, չէին գրում։ Ծաղրում են ուկրաինացիներին։ Հա։ Գիտեք ինչի։ Այդ չեմ հիշում ես։ Բայց ռուսները գրով կայծակնային Հասլենկիև, բան, տենց զոքերը նահանջում են, դրանք ռազմական արարողից հեռու մարդիկ ինչ են հասկանում, որ կարող է տակտիկական նահանջ է եւ այլն։ Ասում են, տեսեք, մենք դիմացանք, դուք չդիմացաք, ծաղրում են, բայց հետո սկսեցին լրիվ ուրիշ բան խոսալ, հոսանքների ըստ ազդեցության եւ ես իմ առաջին գրառումը որն էր։ Հենց պատերազմից սկսելու վարկաներ առաջ, որ Հայաստանի շահերից բխում օր առաջ այս կոնֆլիկտը ավարտվի։ Որ նաեւ հասկանալ էր, թե այդ կոնֆլիկտը ինչ հետևանքների կարող է բերել։ Դուք այդ գրողներին այտենց լուրջ մի վերաբերվեք։ Ըստ ազդեցության, ըստ հոսանքի, ըստ նորաձևության եւ ըստ տրենդների իրենց կարծիքները փոխում են եւ սկզբնական շրջանում ծաղրում են իսկապես Ուկրաինային ու մեր հետ էին համեմատում, ասում են, այ տեսեք 44 օրում մեր մոտ ընդհանրապես ջաբրալու մի հատ փոքրիկ միջանցք կարողացան չեղքել։ Իսկ
Սրանք միանգամից բանա, սկսեցին նահանջել, չեն հասկանում ինչա կատարվում։ Հասել են Կիևենա։ Հետո էլ ասում են ռուսները 3 օրում Կիևը պիտի գրավեին, իշխանությունը փոխեին, չկարողացան, այդ չէր ձեր պլանը, կործանվեցին իրանք բան։ Հա, հետո դա թրենդը փոխվեց, տիրապետող դառավ այդ ռոպագանդան գործի անցավ, այդ պրո-ուկրաինական ռոպագանդան, հա, տիրապետող դարձավ ուկրաինացին հաղթում են, ռուսները թուլացել են, եկել է գնացքից թռնելու ժամանակը, Միքայել Զոլյանն էր գրում, հա, որ գնացքից թռնելու ժամանակ։ Մարդիկ ստատուսներ են գրում, հայեր լքեք Ռուսաստանը, հիմա գալիս են գրավեն, փախեք այդտեղից, 2 միլիոն մարդ հայ ասում են, փախեք այնտեղ, տուն-տեղ երեխեքը դպրոց են գնում բան։ Հայաստանի շարից բխում է, որ այդ կոնֆլիկտը որքան հնարավոր շուտ ավարտվի, պարոն Մարուկյան։ Շատ լավ։ Մենք ոնց որ թե ինչ ունեինք ասելու, դու ինչ-որ բան ունես ավելացնելու։ Չէ, սպասենք զարգացումներին։ Ժորժան, մենք պետք է սպասենք Սթիվ Վիտկոֆի այցին Մոսկվա, բնականաբար ուշադիր հետևում ենք process-ներին, թե ինչ կլինի։ Մենք մեր կանխատեսումը նաև որ ռուսները չեն կանգնելու 30 օրով, բայց ոչ ոք չգիտի թե նախագահ Պուտինի գլխում ինչ կա կամ վերջում ինչ կորոշեն։ Այս պահին մեր ընկալումը դա է, մենք պարտավորված ենք զգում ձեզ անդադար ամենահրատապ թեմաներով մեր վերլուծությունը ներկայացնելու, սա նաև բազմաթիվ օգտատերերի, մեր հետևորդների խնդրանքով ենք անում, ինչու որտեղ ասում են շաբաթ օրերը շատ լավ է որ ոդկասթը գնում է հերթական, բայց լավ կլինի որ էքստրա ոդկասթներ անեք, այս ոդկասթը էքստրա ոդկասթներից է, եւ մենք փորձում ենք սա հրատապ վերլուծությունը եւ դեպքերի զարգացումները նաեւ Կարպիս Փաշոյանի պատմական ակնարկները Նապոլեոն Բոնապարտին հասանք փողին մնաց ձեզ փոխանցել եւ այդ իմաստով ուզում եմ նաեւ ելի կոչանել որ միանաք մեր YouTube-ի ալիքին, միանաք Telegram-յան ալիքին եւ հետեւեք այն վերլուծություններին, որ մենք ձեզ մատուցում ենք։ Լավ մնացեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։